Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Օրերից մի օր գինով ցած օծը շուռ տալով նայեց իր պոչին եւ ասեց. Դու վերջն ես։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Երեկոյան 22:35 շաբթի կրկին մենք միասին ենք, կրկին հրաշալի հյուր ենք ունենալու այսօր, խոսելու ենք, զրուցելու ենք, երկելու ենք, ինչու ոչ նաև ապարելու, մի խոսքով լավ տրամադրությունը, լավ հայկական երեկոն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում ապահովված է։ Իսկ դա նշանակում է, որ դուք այս պահին դիտում եք մեզ, իսկ մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հյուրանոցային համալիր, որը առողջարան է, այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրերով, կան շատ հարմարավետ համարներ, մի խոսքով բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստը վայելելու համար, այնպես որ եթե կան հանգստյան օրեր, ի դեպ հանգստյան օրեր են մոտենում, դրա համար կարող եք իհարկե զանգարել, նախապես պատվիրել, ամրագրել ձեր տեղերը եւ գնալ հանգստանալ։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շատ արագ ընթերցեմ այսօրվան գրկված նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Միացյալ Նահանգների դպրոցներում մեկնարկում է փորձնական ծրագիր, որի շրջանակում ռոբոտները կդառնան ուսուցիչների օգնականներ։ Իհարկե, գիտեք, վատ գաղափար չէ։ Ուղղակի հայկական դպրոցներում դժվար թե այս ծրագիրը ունենա հաջողություն, որովհետև մերոնք այնպես կանեն, որ ռոբոտի գործից կհանեն։ Ճապոնիան ընդլայնում է երկաթուղային ծառայությունները եւ արագընթաց գնացքներում ներդնում է մասնավոր սենյակներ։ Դե հաշվի առնելով, որ գնացքները արագընթաց են, ապա այդ մասնավոր սենյակներում ամեն ինչ արագի մեջ է արվելու։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կվերադառնանք ընդամենը մի քանի վայրկյանից եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է տաղանդավոր երգիչ Պետրոս Պետրոսյանը։ Պետրոս ջան, բարի երեկո։ Բարև ձեզ Արմեն։ Շատ ուրախ եմ տեսնելու մեր տաղավարում, շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, կարծում եմ հետաքրքիր իհարկե երեկո կունենանք։ Շնորհակալ եմ քեզ հրավերքի համար, ուրախ եմ շատ, որ գտնվում եմ այստեղ կոմոդիով։ Շնորհակալ եմ։ Պետրոս ջան, իհարկե խոսենք ստեղծագործական ուղու մասին, բայց առաջին հարցը, որ պարտադիր մեր հյուրերին տալիս եմ, ով է եղել այն մարդը կամ մարդիկ, գուցե ծնողները, չգիտեմ, ով գտավ այդ տաղանդը քեզ մեջ եւ ասեց այս երեխան երգելու է։ Ինչու՞, նաեւ քո դեպքում դե ծնունդով գյումրեցի, իհարկե մեր հրաշալ ջեր ողջուները մեր բոլոր գյումրեցիներին, ավելի շատ երևի, չնայած հումորը տեղին է չի արծը, երևի ավելի շատ պետք է հումոր լիներ, բայց այնուամենայնիվ ով էր այն մարդը կամ մարդիկ, ով ասեց այս երեխան երգելու է։ Մեր դուդուգահար Գագիկ Մալխասյանն է նկատել, երգել եմ դրանից առաջ, բայց պատճառ եղել է ինքը, որ լսել է ինձ։ Դա որ քանի տարեկան եք։ 7-8 տարեկան, ահա։ Լսել է ու ասել է, որ դու պիտի գաս երաժշտական։ Մոտ իմ երաժշտականում սովորես, որովհետև ես որ քեզ լսում եմ, դու իրավունք չունես չի երգելու, դու իրավունք չունես չշարունակելու, բայց դե փոքրուց երգել եմ, սիրել եմ, ու Մալխասյան Գագիկն է եղել։ Բայց մի խոսքով ինքը եղավ, որ ինքն է եղել, այո, հետո գնացել եմ իր մոտ երաժշտական դպրոցում, սովորել եմ, երգել եմ, այնտեղ, հետո մի տարի դուդուկի եմ գնացել Մալխասյան։ Օ, մի տարի դուդուկ։ Հետո աշխերս փագ էի նվագում դուդուկը։ Նոտաներին չէի նայում, ասաց
դուք նվագող չես դառնա։ Դու գնաք ու երգը երգեք։ Ողջույններս Մալխասյանից, շատ սիրում եմ իրեն։ Բայց հետաքրքիր է, այսինքն դուդուկը փակ աչքերով, բայց դուդուկը դե նոտաներով դի սովորեի։ Հենց գալիս էր որ դի նվագե։ Տենց էի ուզում, ես վայելում էի դուդուկ նվագելը, չէի ուզում նոտաներով նվագել։ Շատ լավ, հետաքրքիր է։ Ամենայն դեպս դուդուկը բաց թողեցիր եւ անցար այնուամենայնիվ երգի։ Երգել եմ, այո, փոքրուց եմ երգել ու ժողովրդական Այ ժողովրդական, այսինքն հենց սկզբանե ժողովրդական երգերն։ Ժողովրդական ազգային կոլորիտային մեր գյումրվա երգերը, այո, դրանով եմ մենակ զբաղվել, արդեն եմ ունեցել տարբեր տեղեր երգել փոքր հասակից, հետո տարիների ընթացքում արդեն մասնակցեցի նախագծով Այո, նախագծի միջև անցնենք, բայց ինքը փաստորեն միջև նախագիծը դա որ, այսինքն ես խոսքը պարզապես ուզում եմ հիշեցնել, սիրելի հեռուստադիտողներ, Պետրոսը ժողովրդական երգիչ նախագծի 3-րդ եթերաշրջանի հաղթողն է, այսպես։ Եվ Պետրոս ջան, բայց միջ այդ երևի այդ ուղին ոնց է, առհասարակ ոնց իմացար, ոնց գնացիր, ոնց ընտրեցին։ Մինչ այդ ես շատ տեղերում եմ երգել։ Ահա։ Ու առաջին նախագիծը որ եղավ, ես այդտեղ փոքր էի տարիքով։ Հա, բայց գնացիր մասնակցեցի չէ, տեսա այդ ժամանակ։ Տարիներ անցավ, ուզում էի, փոքր էի, բայց դրանից առաջ մենք շատ ենք շրջագայել։ Ես առաջին անգամ այստեղ եղել եմ էլի Ամերիկայում, Թուրքիայում։ Այ դա ո՞նց է շրջագայում, այսինքն որպես խմբեր կար այն ժամանակ, նոր անուններ խումբ կար։ Ահա, Մեկինյանց խումբներ, նոր անուններ խմբովերի ընկերների չադերը կան հիմա ստեղ են էլի երաժիշտներ, իրանց Գյումրիում էր այդ խումբը, Երևանում էր, ընդգրկվեցի այդ խմբի մեջ ու եկանք Լոս Անջելես համերգների ու դրանից հետո տարբեր երկրներ գնացինք, անգամ այդ խմբով մենք Ստամբուլում ենք երգել հայկական դպրոցում։ Միտքս ու մտածմունքս մենակ եղելա փոքր տարիքից երգել հայ երգ, ժողովրդական երգ։ Ես ոչ մի մյուս ռոք կլինի, չգիտեմ, ջազ կլինի, մյուսի հետ բան չունեմ, բայց իմ համար միշտ էր հայկական երգը, մեր ազգային երգը։ Երգել եմ այդ նախագիծը շատ էի սիրում ու առիթ ունեցա մասնակցելու։ Իսկ երկրորդ եթերաշրջանը էլի փոքր է։ Էլի փոքր է։ Բայց լավ, երրորդից, այսինքն երրորդից արդեն տարիքը։ Երրորդից արդեն կարայի մասնակցեի, այսինքն մոտ 20 տարեկան է այդ ժամանակ, 19 տարեկան էի, նախագծին այդ ժամանակ արդեն կարայի մասնակցեի։ Այն վաղտ էլ կարայի, բայց պատրաստ չէի մասնակցելու։ Շատ բարի, այսինքն ես ուզում եմ մի քիչ ավելի վերհիշենք, հա, այդ պահերը։ Դա ո՞ր թվականներ։ 2011 15 տարի առաջ։ Դու գնացիր, ընդգրկվեցիր, ասիր ես ուզում եմ մասնակցեմ եւ գրանցվեցինք, հա, մասնակցեցինք, փուլերով անցանք 12 հոգու մեջ, հետո ժողովրդի քվեարկությամբ հասանք մինչև վերջ։ Եվ ինչպիսի էսպես զգացմունքներ ինչպիսին է որ դա։ Դե բնականաբար յուրաքանչյուր մրցույթ, որ մասնակցում ես, քեզ ամենաշատը տալիս է ճանաչում։ Ու մեծ ճանապարհ ես անցնում։ Ավարտել եմ, սովորել եմ, բայց այդ ճանապարհը չես անցնում ավարտելով սովորելով, ինչ որ անցնում ես հեռուստաընկերության մեջ, այդ մրցույթի մեջ, շփման մեջ, լավ մարդկանց հետ ես աշխատում։ Դե համենայն դեպս ես ժողովրդական երգիչ նախագծի թե հաղթողները, թե մասնակիցները լավ բավականին ուղի ունեն, այսպես շարունակում են երգել, բայց մի այդպիսի հարց, Պետրոս ջան, սովորաբար միշտ ասում են, թե ֆիլմերի մասին խոսքը գնում է, երբ որ առաջինը ամենալավն է, հետո երկրորդը երևալ ավելի թույլ են լինում, սովորաբար, չէ՞ այդպիսի բան կա։ Հիմա օրինակ ձեր դեպքում ժողովրդական երգիչը 1, 2, 3 Հիմա տես 3 նախագծի հաղթողներն են ճանաչված սիրված երգիչներ են, դրանում չի հարցը, բայց 4 նախագիծ է։ 4 ահլ է եղել, այսինքն քեզանից հետո 4 նախագիծ է եղել։ Հալեմելի է։ Բոլորի իմ ընկերներն են, բոլորի հետ համարյա ունեմ շփումը, եթե շփումն էլ հիմա չկա հեռակայա, բայց բոլորը իմ ընկերներն են, բոլորին շատ սիրում են, ողջունում են բոլորին, որ իրանք իրոք այսօր պահում են ինչ որ մեր ազգայինն է, մեր հայ երգն է, լավ ու վատ չկա այդ նախագծին, կամ թույլեր կամ ուժեր։ Առաջինը միշտ լինում է ամենաուժեղը, երկրորդը եղել է էլի լավը։ Մեր նախագիծը, դե ես մերից խոսամ, մերի կողամ, մյուսներին չի կողամ։ Մեր նախագիծի ինչով էր լավ, որ ժողովրդական երգերին մոդեցում տվեց այլ գործիքավորում։ Այսինքն ավելացավ պարաբան,
հարվածային գործիքներ, Առաջի երկրորդում չկար։ Չկար, ավելի աշուղական վիճակի մեջ էր, ավելի շատ դու օրկեստրային կար, նորակացանի կար, բայց այդ էր փոփոխությունը մյուս գործիքավորումներ էր արվում, ասենք մեծ աշխատանք ունեին այդ նախագծի մեջ Մխիթար Աքեցյան, մեկ էլ Արտեմը Խաչատուր։ Մխիթարը երկարվեստի մեջ էր, սովորեցնում էր երգելը, Արտեմը Խաչատուր գործիքավորումներ անում Գյումրեցի ու մեր նախագիծը այդ առումով էր սիրված էր, ասում ես իմ փայս, ասամ իմս, մենք շատ սիրուն համերգներ ենք ունեցել ու բոլոր նախագծի երեխեքով ու մինչև հիմա էլ որ այստեղ լինում են շատ համերգներ, որ մեր նախագծի երեխեքով մենք էլի մեր հին օրերը հիշում ենք, երգում ենք ու ամենակարևորը մենք միշտ երգել ենք մեր հայկական երգը։ Այո։ Գյումրեցի եմ կրնամ պես եմ գլուխ գովալու տեղ ունենք, որտեղ դիգ մերն է։ Այո։ Ուրիշի երգը չենք երգի, այդտեղ կրնանք գլուխ գովալ։ Իսկ մնացած Պետրո ջան, իսկ որ երգներ, հիշում ես այդ երգը, որը հաղթեցիք։ Վերջի 3 երգ եմ երգել վերջում։ Ահա։ Մեկը Սայաթնովայի աշխարհս մե Փանջարային, այսինքն ֆինալի համերգին։ Մեկը Աշոդի ով Սուրբ Մայրեր։ Ահա։ Մեկն էլ հարուստերի սննգացար։ Շերամ։ Ես կարող եմ քեզ ուղակի պարզապես խնդրել այդ վերհիշենք, քո իհարկե հայացողությամբ, որը դու իհարկե։ Այո, ակապելա մի փոքրիկ հատված, շատ կարճ, որից ուզես։ Հեյ վաղ Շերամ 40 տարի Երկեցիր միշտ սեր ու բարի, հեյ վաղ Շերամ 40 տարի, երկեցիր միշտ սեր ու բարի, ցորեն էիր դարձար գարի, էլի դու պիտի համբերես, էլի դու պիտի համբերես, ինքդ չալես, ինքդ պարես, էլի դու պիտի համբերես, էլի դու պիտի համբերես, ինքդ չալես, ինքդ պարես, ինքդ չալես, ինքդ պարես, հեյ! Բրավո։ Այդ վերջի երգն է Շերամի երգերից։ Լավ, 2011 թվականին փաստորեն հաղթեցիր ժողովրդական երգիչ նախագծում, իհարկե բազմաթիվ առաջարկներ եւ այլ, հա, շրջագայություն։ Դե շատ ունեինք, բայց պայմանագրերով էինք, աշխատում էինք այդ ժամանակ մենակ հեռուստաընկերության հետ, հա։ Շատ համերգներ ենք ունեցել։ Պետրո ջան, այնուամենայնիվ եկավ մի ժամանակ, այդ ամենից հետո տեղափոխում Միացյալ Նահանգներ, իսկ դա արդեն քանի տարի է ստեղ։ 19 թվականից եմ մնացել ստեղ, ինչ-ինչ պատճառներով, արդեն ստեղ եմ երկար ժամանակ։ Մի քիչ արի ես կցանկանամ մի քիչ զրուցենք այդ ժամանակահատվածի, դու եկել ես այստեղ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, դու իհարկե քո ընկերներին շնորհակալություն հայտնել, ես միանում եմ, բայց նաև քեզ եմ շնորհակալություն հայտնում, որ դու ես այն մարդը, ով պահում ես հայկական երգը, տեղափոխվելով Միացյալ Նահանգներում շարունակում ես պահել եւ ստեղծագործել, դա շատ կարեւոր է։ Փորձում եմ։ Դժվար է իհարկե, դե ամեն ինչն է դժվար, բայց փորձում ես, այո։ Սիրում եմ, այն ինչ որ հայկականն է, ինչ որ մեր ժողովրդականն է, սիրում եմ ու փորձում եմ հնարավորինս պահել, ճիշտ է։ Հեռանալով հայրենիքից մի քիչ կդրվում ես մշակույթից, տեղի առօրյան քեզ մի քիչ ուրիշ բան է, բայց էլի փորձում ես, եթե մեջդ կա սիրում ես, էլի հնարավորինս փորձում ես պահել։ Այո, դե ամենայն դեպս, բայց պահանջարկը էլի նույն մեր հայկական երաժշտության այստեղ կա, չէ՞, այնուամենայնիվ։ Կա, որով հիմա մի քիչ փոխվել է ոչ թե պահանջարկի առումով, այլ հասանելիության առումով, որովհետև շատ է, YouTube-ն է, Instagram-ն է, շատ ավելի մատչելի է դարձել։ Առաջ այդքան շատ չէին մարդիկ նայում, ավելի կարոտը շատ էր։ Ամերիկային վիճակի մասին է խոսքը, բայց էլի բնականաբար կա սիրողը կա, մեծ հայություն ունենք ստեղ ու մարդիկ կան, որ հենց այդ են սիրում, չեն սիրում են շեղումը դեպի են կողմ։ Ու լինում են գեղեցիկ համերգներ են լինում, ստեղ հրավերքներ լինում են, մարդիկ սիրում են, լսում են։ Պետրո ջան, իդեպ խոսեցիր YouTube եւ տարբեր սոցիալական ցանցեր, այ ինչպես ես դրան վերաբերում, ես որքան գուցե ես սխալվեմ, ինձ կողես, եթե ես սխալվեմ, այդքան էլ դու ակտիվ չես սոցիալական ցանցերում, հա, ես նկատեցի դա, ինչն է պատճառը։ Մի կողմ ես իդեպ շատ ողջունում եմ, որ մարդիկ քիչ են այդ սոցիալական։ Ես ժամանակին էլ որ նոր Facebook-ը բացեցի, ես այդքան իրան չէի այդքան տեղ տալի, ինչ առումով, դե հա ինքը պետք է քեզ, եթե դու երկիչ ես, ընդեղով այսօր շա, ամեն ինչ ընդեղի վրա է փոխվել է։ Ուղղակի ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում այդքան անընդհատ
Չեմ ուզում, այդ թեմային չեմ ուզում անդրադառնալ, միշտ կոպիտ եմ անդրադառնում, շատ բաներ կա, որ մարդկանց յանի հետաքրքիր չի այսօր, չես զարմացնի ոչ մեկի ոչ մի բանով, ուղղակի զուտ ռեկլամների համար, ինչ-որ մի բան տեղյակ պահելու համար կարաս օգտագործես, բայց ես այդքան շատ ակտիվ չեմ իմ ունեցած սայթերն էլ փակ է, ինձ իմ ընկերներն են մենակ հետևում, ես էլ իմը ում ուզում եմ, մի քանի ուղղակի զուտ չեմ, չէ, գիտես, ես քեզ հետ որոշակի առումով համամիտ եմ, ուղղակի դե որպես դու երգիչ եւ որպես հանրային մարդ, դա հարթակ է, որով դու եւս մի հարթակ, որով շփվում ես քո։ Շփվում ես, հա, բայց այդքան շատ չեմ ես ոչ շատ մտնում եմ, ոչ շատ այդքան իրան օգտագործում եմ։ Հա, բնականաբար օգնում է շատ համերգներ, պոստեր բան արվում է, դրանով արվում է, բայց չեմ սիրում։ Հա, նկատեցի դրանով շատ զբաղվել չեմ սիրում։ Այսօր է դա, բայց ես այդքան չեմ սիրում զբաղվել այդ Գիտես ինչի, ուղղակի տես, հիմա դու համենայն դեպս դե ժամանակին 2011 թվականին հա ներկայանալով հեռուստանախագծում, դե ժամանակ հեռուստատեսությունն էր իհարկե հիմնականը, չէ, գիտենք բոլորս։ Հիմա շատ շատերը հայ քո ասածով մի հատ կարող են հոп վերցնեն հեռախոսը ինչ որ բան երգեն YouTube-ով բան դնեն ու դառնան ավելի հայտնի։ Հենց այդ է, որ այսօր բայց դա ամենայն որակյալ է, թե ուղղակի չկա որակյալ, ուղղակի հայտնի դա։ Ես չէ որ պիտի քննադատեմ կամ ասեմ, բայց մի բան կարամ ասեմ, որ արդեն երբ որ մի բանը շադանում է, սաղանում են մի բանը, արդեն լավն ու վատը խառնվում է իրար։ Դու այսօր ինչ-ինչ շատ են տեղ տալի, շատ են լսում, մարդկանց թվում է թե դա լավ է։ Լավը այնա քո հայերենն է, լավը այդ մշակույթ ասածը որ ասում են այսօր հայկական երգեր ունենք, լավը մեր հայեցին է, որը հայերեն է արվում, դա իմ համար լավը։ Ես էլ ինքս հետևում եմ, նայում եմ, ես էլ եմ տեսնում եմ ինչ է կատարվում, ողջունում եմ ովքեր որ հայեցի լավ բաներ են անում։ Հապիցի դենց։ Դե կարող է, հա, օրինակ, չգիտեմ, կարող է 100-ից մի հոգի, 2 հոգի։ Հա, բայց այսօր սաղ երկող են, լսող չկա, վատ է դա։ Դե արի ճիշտ խոսանք, ես հիշեցի, որովհետև այո, դե տենց բոլորը երգող են, բոլորը ռեժիսորներ են, բոլորը սցենարիստ են, բոլորը դերասաններ են, շատ ճիշտ է, բոլորը են։ Դե չէ դերասանները, չէ, ընդհանրապես որ դու ասիր ասպարեզ, բոլորը։ Դե հա, բայց սխալա, այսօր մտնում ես, սաղ երգող են ասում, դիմավոր եք են բանի ասած, ճանաչված, սիրված, բայց ոչ մեկ չի ճանաչում, յանի ճանաչված սիրվածը ո՞րն է։ Instagram-ով հայտնի TikTok, ես ընդհանրապես TikTok չունեմ, չգիտեմ TikTok-ն ինչ է։ YouTube-ի ալիք էլ ասենք, չգիտեմ, Instagram, Facebook ունեմ, բայց այդքան շատ չեմ, չգիտեմ, շատ չեմ մտնում։ Բայց տես, հիմա լավ, այստեղ բնականաբար իհարկե տարբեր առիթներ են լինում, տարբեր տեղ են բնականաբար երգում ես, շարունակում ես երգել, հասկանալ է, բայց այդ դա չի խանգարում քո ոչ շատ ակտիվ լինելը, քեզ հետ գուցե կապ հաստատելու հրավերների, դա չի խանգարում, այդ թե միևնույն է դու ունես, որ ուզենան կգտնեն։ Կգտնում են, Instagram-ով գրում են, եթե առիթներում ես զանգելով, այստեղ մենք մեր ժողովուրդը մեկը այդ որ ուզենա խոսական մեկին միտեղ կանչի երկու 5 րոպեվա մեջ համարը դիմանում են, այդ խնդիրը չկա այսօր, այն էլ ստեղ, այն էլ հիմա օգնում է բնականաբար, բայց չէ, եթե ուզում են լինում։ Այսինքն դու ունես պահանջարկը, ունես այդ հրավերները, ինչքան կա։ Լինում են համերգների էլ անում, առիթների էլ անում, ասենք համերգային վիճակները գիտես, այդտեղ ուրիշ ձև է։ Առիթներն էլ այսօր ստեղի առիթ հասածները Ես ի դեպ ուզում եմ, այո, խոսեցիր համերգին, առանձնահատուկ ողջույններս ներկա գտնվեցի մեր շատ լավ ընկերոջ Գևորգ Չակմանյան, հա, Քամթեղ խմբի, այո, եւ որտեղ դու նույնպես երգեցիր եւ հրաշալի երգեր, հրաշալի կատարում էր, բրավո։ Շնորհակալ եմ։ Այդ նվագակցությունը, այդ մոդեցումը հիմա շատերի մոտ տենդենց կա, թե ժողովրդական երգը դե հին է արդեն, նոր բան է պետք, բան գիտես ինչ կա։ Հենց այդ է մերը։ Մենք ինչքան էլ ուզենանք առաջ եթանք դե ժամանակները փոխվում է, օքեյ, մշակույթը այնա քո ինչ որ դու ունես, այն ինչ որ քեզ տվել են մեծերից եկել է, եթե դա դու կարողանում ես նորովի ներկայացնես ու պահես, լսեցիր այդ օրը նվագակցություն կար։ Ինչ հնչողություն կար այդ նվագությունը։ Դա մերը։ Մի կուզեք սիրեք, կուզեք չեք սիրի, դա մերը։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, որտեվ դա։ Հայեցի է։ Շատ լավ։ Պետրոս ջան, մենք կզրուցենք քիչ ուշ, ես անպայման ուզում եմ խոսենք, որովհետև կան այսպես նախագծեր, մտքեր, որոնք պետք է իրականացնել, մտածել, քիչ ուշ իհարկե կխոսենք այդ ամենի մասին։ Հիմա կցանկանամ, որովհետև մենք անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին։
Երկրորդ էջ իրենից ներկայացնում մի փոքրիկ խաղ միասին, այսպես ավելի երևի զվարճալի, ավելի հումորային տեսքով մենք միասին 3 հատ տարբեր երգերի հատվածներ ենք լսելու կարճ։ Երգը ընդհատվելու է, ես քեզ 4 տարբերակ ասելու եմ, որից մեկը լինելու ճիշտ, 3-ը սխալ։ Մենք միասին կփորձենք ընտրել։ Իդեպ ժողովրդական երգի մասին խոսելիս դու օրինակ մի քիչ կարող է ոչ այդքան ճիշտ հարցը, բայց այդ ժողովրդական ոչի երգեր գրում ես ինքդ օրինակ, այսպես չէ, ես կարող եմ մի քիչ այո, կարող է մի քիչ սխալ հնչեցրեցի հարցը, բայց այդ ինչ որ քեզնից գա մեկ էլ sense գրես ինչ որ մի բան երգես, չէ։ Շատ անկեղծ պատասխանեց Պետրոս, բայց պետք է անկեղծ լինել։ Ժողովրդական երգը ինքը բարդ է, հեշտ չի։ Ասենք Սայաթնովայից Շերամից ու ասենք Աշոտից հետո ինչ գրես։ Կարաս գրես, չի բռնի, էլի չի։ Դե չէ, քո համար գրես, այս գրեցի։ Չէ, կարամ գրեմ, բայց այսօրվա AI-ով երգերի նման մի բան բդի։ AI, ես այն օրը հայ դեպ ասիր, այդ AI-ը դա էլ ես մի վերջերս մի տեղ էի, մեկ էլ այսպես ցույց տրվեց ընդհանուր երաժշտական ֆիլմ էր։ Այսինքն բոլորը ստեղծված էր այդ AI-ով։ Եվ ինձ այդ տղան, հա, երիտասարդը ասեց, Արմեն ջան, ասում է, այսօր ոչ մի երաժիշտ, երգիչ այն AI-ի նման չի կարող էս անել։ Այդ ինչ է նշանակում։ Իսկեն վաղը մյուսօր կարող է երգիչներն չլինեն, դա բոլորը AI լինի։ Վաղը չէ մյուսօր։ Վաղը։ Հիմա այսօր։ Բայց ոնց պիտի լինի, լավ։ Այդ դեպքում նայեք, այսինքն յուրաքանչյուր մարդ ներողություն ընդհատում, յուրաքանչյուր մարդով ընդհանրապես երգի հետ կապ չունի։ Ինքը AI-ով ինչ որ տալիս է ծրագիրը, մեկ է դառնա տենց։ Այդքան էլ չի ասի, որ կապ չունի, այնտեղ կա որակով ու կա անորակ, բաներ կա, որ շատ սիրուն է արվում, գործիքավորումներ կա։ Հա, այսօր այնտեղ այնքան է զարգացած, որ այնտեղ կարան այնց երգ հավաքեն, որ դու լսում ես, այդ մարդը գոյություն չունի, բայց ասենք շատ սիրուն, ասենք սարկածը լսում են, հիմա շատերը լսում են։ Մի ընդունենք, մենք չընդունենք, լսում են, բայց այդ օրկեստրային, այդ գործիքավորումներով, ասենք, ժիվոյ վիճակը միշտ խիա սիրվե, թե օրկեստրի առումով, թե հենց այդ աբրեցրել է, որովհետև դա բարձր է ավելի։ Չեմ այսօրվա ես, հա, հիմա շատ տեղերում մինուսով կեքով բան, ասենք, երգում ես, հա, նորմալ հավաքած բաներ, բայց ժամանակները փոխվում է։ Փոխվում է, ու այսօր ռոբոտացումը բայց այդ դեպքում ինչ կարող է մի օր ուղակի հոп մեկ է տեսնենք որ մեկ է տեսնենք չլինի պանջերքը չլսեմ որտեվ այնի ավելի դրա համար եմ ասում այդ սայթերի մեջ ավելի շատ բան են այսօր մարդիկ տենում անընդհատ ասում եմ մեկին որ մի բանը մի քանի անգամ ասում ես դու լավն ես այդ մեկին թվում է թե ինքը իրոք լավն է մեր նույն բանն է այս երգը որ մի քանի անգամ դնում ես լսում են իրանք գիտեն էդի լավն է Դե համենայն դեպս իհարկե ողջունել է, նոր է, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ մեր այո, մերը այնուամենայնիվ բնականը մնում է բնական, այսինքն մարդը վերջապես այդ AI-ն էլ օդից չի ստեղծվել, մարդը է ստեղծել, այսինքն մարդն է միևնույնն է առաջնահերթ, քան թե դա այդ բոլոր ռոբոտիզացիան Դրա համար ես կարծում եմ պետք է լինի բնականը։ Դե ինչը բնականը այդ արդեն սիրուն է, ագանջին լսվող է, ասում փառք այնքան սիրուն երգողներ ունենք, այնքան սիրուն ունենք, այդ ամեն ինչը շատ սիրուն է, երբ որ արվում է կենթանի նվագակցությամբ։ Պետք է ուշադրություն դարձնենք, պետք է ավելի ուշադրություն դարձնենք, պետք է ներկայացնենք այդ ամենը, այդ ինչ որ դուք անում եք, դու անում ես, հասկանում ես, քո նման մնացած մարդիկ։ Իմ համար թատրոնը մեկ էլ բեմից երգելը ամենակարևոր բանն է։ Այսօր շատ քիչ են գնում թե թատրոն, թե մշակութային համերգների։ Այդ կուլտուրան ամենասիրունն է, երբ որ երգիչը բեմից է ներկայանում, հանդիսատեսնել նստած դիտում է։ Դա նոր չի, դա եկած մի բան է, որը տենց եղել է ու եթե կարանան պահեն այդ չափ հանդիսը, դա ամենագեղեցիկ զգացողությունն է։ Բոլոր երգիչների իմ հետ համամիտ են, որ ամենալավ տեղը, որտեղ դու կարաս երգես ու քեզ զգաս որպես, դա բեմն է, վերջացավ։ Այո, այսօր շատ սիրուն ծրագրեր կան։ Ես ինքս գնում եմ, լսում եմ ռեստորանային, բայց նույնը չի իմ համար։
նույնը չի։ Դե հետո օրինակ որ դահլիճում նստեցին մարդիկ, շատ ճիշտ ես ասում, այդ բեմով որ դա AI չես բան տենել, այսինքն դա բնական է։ Այն արվում է, ովքեր անում են, ես ողջունում եմ, որովհետև այդ մեզ մի հատ մեծ մշակույթ են թողել մեր մեծերը, որ մենք կարանանք դրա 15-20%-ն էլ շարունակենք պահել, հալալ է այն բոլոր մարդկանց, ովքեր որ այդ պահում են։ Եթե համերգ անպայման նվագակցությամբ ժողգործիկների, մեր հայերի, ինչու՞ չէ, այստեղ այնքան մեծ այսօր սաքստեղ են, այնքան լավ երաժիշտներ կային, ուղղակի ժամանակատարակ գումարի է դա կապված շատերը։ Հետո իրանց այդ չի բերում են ինչ որ իրանք սպասելիք ունեն, չեն անում այդքան բան։ Շատ լավ, անցնենք հա մեր խաղին այդ դեպքում Պետրոս ջան, դե ուրեմն 3 երգ լսում ենք, առաջին հատվածը լսում ենք, հետո 4 տարբերակ քեզ կասեմ, փորձում ենք ընտրել։ Լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Պետրոս Պետրոսյան հետ անցնում ենք մեր խաղին, դուք էլ իհարկե ակտիվ մասնակցեք, փորձեք գուշակել, դե իսկ մենք լսենք առաջին երգի հատվածը, խնդրեմ։ Միթե մոռացել ես։ Դες ինքը գնաց, քեզ եմ փնտրում, միթե մոռացել ես, հիմա շարունակ։ Երևի հերիք այս կա, շատ սիրուն երգ։ Շատ սիրուն է, բայց շարունակությունը։ Նայ, միթե մոռացել ես, հիմա շարունակությունը։ Միթե մոռացել ես, որ քեզ եմ սիրում, առաջին տարբերակը։ Միթե մոռացել ես, դու ինձ չես հիշում։ Միթե մոռացել ես, որ մի բարձին ենք ծերանում։ Եվ 4-րդ տարբերակը միթե մոռացել ես, հո դու հիմա չես 2 ժամը քեզ եմ սպասում։ Ես այդ ամենավերջին։ Բայց ասեմ քեզ մեզ մոտ այսպես շատ տարօրինակ իհարկե պատասխաններ լինում են, ստացվում է այդպես, բայց ամեն դեպս դու այն ամեններ պետքա ճիշտ ընտրես։ Ես իհարկե դեմ չեմ ի վերջինի, որովհետև միթե մոռացել ես շատ տրամաբանական է, մարդը սպասում է 2 ժամ, հետո չգա այդ մարդը զանգը տալիս, դու իմաց ես 2 ժամ որ լսում ես, վերջը ավելի լավ է դի։ Ավելի լավ է լինի։ Մի հատ տարբերակներ որ քեզ եմ սիրում, այսինքն միթե մոռացել ես, հետո շարունակությունը։ Որ քեզ եմ սիրում, դու ինձ չես հիշում, որ մի բարձին ենք ծերանում, հո դու հիմա չես 2 ժամի քեզ եմ սպասում, այլանդակ։ Տարբերակ առաջին բայց որ քեզ եմ սիրում։ Հա, բայց իմ սրտով վերջինն է։ Հա, դե ես որ մի բարձին ենք ծերանում, դա լավ չէ՞, որ միթե մոռացել ես, որ մի բարձին ենք ծերանում։ Որ քեզ եմ սիրում, դա ես ընտրում։ Դու ինձ չես հիշում, չես ընտրում։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակը, ես մի նայ։ Դե որ ասեցիր, արդեն գցեցիր ինձի։ Դե այտենց որ նայես, չգիտեմ, օրինակ։ Դե պետք է երգը մի հատ լսեմ ուրեմն։ Շատ բարդ է։ Խնդրեմ, եթե կարելի է առաջին երգը նորից հատվածը լսենք, որպեսզի Պետրոսը ամբողջությամբ գրավի այս երգը իր ուշադրությունը։ Քեզ եմ սիրում։ Միթե մոռացել ես։ Որ քեզ եմ սիրում։ Հա, գոնե էլի էլի պլիզ։ Շատ լավ։ Միթե մոռացել ես։ Հոպետ ես ու դու ես կդես։ Սա հատուկ երգում են որպես որպեսի, այո, որպեսի մեր սիրելի հյուրերը այլեն։ Ապրես։ Միթե շնորհակալ եմ։ Իրաց շնորհակալություն եմ։ Միթե մոռացել ես, որ քեզ եմ սիրում, այս տարբերակը ընտրեց Պետրոսը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Էլի եկա։ Ես քեզ եմ ընտրում, միթե մոռացել ես, դու ինչ ես հիշում։ Ավելի։ Ես չէի ուզում դες։ Մի փոքրիկ սխալվեցինք։ Կրվա։ Չէ, չես կրվել, 2 հատ կա։ Հələ որ 1-0 է։ Դեռ 1-0, հետո 1-1, 2-1։ Այն մյուս երգերն էլ է իր երկացած։ Ոչ, արդեն ամբողջությամբ այլ երգեր են, էլի շատ հետաքրքիր, շատ գրավիչ եւ բայց ուրիշ։ Գրավիչ։ 1-0 առայժմ սիրելի հեռուստադիտողներ, պարտվում ենք Պետրոսի հետ միասին եւ լսենք երկրորդ երգի տարբերակը, խնդրեմ։ Ես մի ծաղիկին բույրով
սիրով իմ սիրտը Տես ուզում եմ մոտդ գալ, չգիտեմ ինչ, ու սիրող իմ սիրտը, այդ շատ կարևոր է վերջերում, ու սիրող իմ սիրտը առաջինը յար քեզ նվեր տամ, ու սիրող իմ սիրտը սիրելով քեզ տամ, ու սիրող իմ սիրտը պարտքով միջև վաղը տամ, եւ ու սիրող իմ սիրտը հանեմ գլխի տամ, այդ հանեմ ու գլխի տամ։ Շատ Ես զարմացած եմ, ես ինչ Բայց հաշվանը, այո, սիրող իմ սիրտը, յար քեզ նվեր տամ, սիրելով քեզ տամ, պարտքով միջև վաղը տամ, հանեմ գլխի տամ։ Պրոստ տամ չկա։ Չէ, հենց այդպես տամ հետաքրքիր չի լինում։ Ու սիրող իմ սիրտը տամ, ինքը մի քիչ կարճ կլինի։ Երևի տարբերակ առաջի, երկրորդի վրա եմ։ Գիտես, ռոմանտիկա չի լինել, ուղղակի հանեմ սիրտս տամ, ինչ, այդպես այստեղ հանեմ գլխի տամ, ինքը մի անգամից գործողություն ա մտնում։ Չէ, շատ ես հալալ է, բայց ես երկերը որ ուզեի Սա, այո։ Դաշը կարելի է երկերը մենամերգի նկատի ունենալ։ Այո, ես կարծում եմ կարելի է իհարկե ժողովրդական որպես երկել հետաքրքիր գործի կատարում։ Տարբերակ առաջինի ու երկրորդի մեջ եմ մտածում։ Յար քեզ նվեր տամ կամ սիրելով քեզ տամ։ Յար քեզ նվեր տամ։ Ու սիրող իմ սիրտը յար քեզ նվեր տամ։ Հա, գոնե։ Իսկ ինչու ոչ սիրելով քեզ տամ։ Պես, հա։ Ու սիրող իմ սիրտը յար քեզ նվեր տամ, սիրելով քեզ տամ։ Լավ, սիրելով քեզ տամ։ Չէ, դե ես չգիտեմ, կարող է ու սիրողին յար քեզ նվեր տամ, կարող է յարը լինի, ես չգիտեմ։ Տարբերակ առաջին, թող։ Յար քեզ նվեր տամ։ Հա։ Ու սիրող իմ սիրտը յար քեզ նվեր տամ, այս տարբերակը ընտրեց Պետրոսը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն երրորդ եզրափակիչ երկին կացնենք, խնդրեմ։ Ուզենամ մոտդ գամ շուրթերիդ համբույր տամ ու սիրով իմ սիրտը յար քեզ նվեր տամ Տես, քիչ Այո, արդեն քիչ, այո, այս երկերը ոչ, արդեն դու սկսում ես տիրապետել ոչ ժողովրդական երկել։ Չէ, արդեն դու գրեցիր, իդեպ ոչ ժողովրդական երգ։ Դա շատ կարևոր էր։ Պետրոս ջան, 1-1։ Այ հիմա վերջի երրորդ եզրափակիչ երգն է, հիմա պետքա փորձենք հաղթել կամ պարտվել։ Խնդրեմ երրորդ երգի հատվածը լսենք միասին։ Բացվում է լույսն առավոտյան Ինչպես է։ Այնում ես արևինը Յարիս մեզ շետարան Բացվում է լույսն առավոտյան Ճամպիտ են նայում սիրում ջան Այնում ես արևինը Յարիս մեզ շետարան Հույս եմ բերել, ներողություն, հույս եմ բերել, լույս եմ բերել, սեր եմ բերել, կաթ եմ բերել, փող եմ բերել։ Դե այս ժամանակներում ճիշտը փողը կլներ։ Այո։ Որ բերեր։ Կաթն էլ ինչի օրինակ են, որ գալիս է բանը գարդուկների մոտ։ Սիրուն կաթ եմ բերել ձեզ, հիշում ես խաբելով, դա էլ կարա լինի, երեխեք ասում են չէ կաթ չենք ուզում, փող ենք ուզում։ Գիտես։ Սեր եմ բերել։ Հույս չէ։ Չէ, ես գիտեմ, ոնց էս երգ լսել ենք մեր ճայլ տարիներին։ Ահա, Արգաշին Ասադարյան ողջուներես։ Սեր եմ բերել, տարբերակը իհարկե դժվար երկու փորձություններից է։ Առաջ երկուսը շատ լավն է։ Բայց դու շատ այսպես շատ լավ դուրս եկար այդ փորձություններից։ Համենայն դեպս սեր եմ բերել, լսենք ճիշտ տարբերակը եւ շարժվենք առաջ։ Այնում ես արևինը Յարիս մեզ շետարան Այո, այսպես։ Առանց որևէ օգնության Պետրոսը հաղթեց, Պետրոս ջան, բրավո։ Շնորհակալ եմ։ Այո։ Մերսի շատ լավ խաղի համար, շատ լավ էմոցիաներ տվեց։ Շնորհակալ եմ նույնպես քեզ շատ ակտիվ ու հետաքրքիր մասնակցության համար մեր խաղին։ Շարունակենք։ Պետրոս ջան, դե մինչ իհարկե խոսենք հաղորդման վերջում իհարկե մի փոքրիկ քեզ խնդրանքով կդիմենք երկի հետ կապված, բայց հիմա ուզում եմ մի քիչ զրուցենք
մենք խոսում ենք, զրուցում ենք հաղորդումից առաջ եւ կա մտքեր նախագիծ, նախագծեր ամենահամերգի, կխնդրեմ մի քիչ մանրամասնես, երբ է պլանավորում, ինչ մտքեր կան, ինչպես եւ ոնց։ Եկող տարվա մեջ եմ ցանկանում մենահամերգ, ոչ շատ մեծ չափսերի, ինքը ժողովրդական, հայկական, հայեցիկ, հայկական գործիքներով։ Դրա մասին եմ ուզում ասեմ, որ անպայման լինելու է այդ հայեցի հայկական, տարբերվող ինչ-որ մի բան։ Հաջորդ տարի դե համենայն դեպս մենք իհարկե առիթ կունենանք անպայման խոսելու, զրուցելու, նպատակ կա անպայման։ Ես կարծում եմ առասարակ կոլորիթային ինչ-որ մի բան արվի, որը շատ չեմ բացի շատ փակագծեր է, բայց հայկական, հայեցի, գյումրվա, ասենք, սիրուն։ Ամենայն դեպս ես կարծում եմ, ես ուզում եմ, ես միանշանակ միշտ այսպեսի լավ նախագծերը ողջունում եմ, որովհետև այն ինչ որ կապված է մեր հայկական ժողովրդական երգերի հետ, այն ինչ որ իրոք մերն է, դա առանձնահատուկ իհարկե գովելի է եւ առանձնահատուկ կարծում եմ պետք է դրա մասին խոսել։ Դրա համար իհարկե քեզ հաջողություն ենք մաղթում եւ այսպես անպայման դեռ կհանդիպենք այդ շրջանակներում։ Եվ Պետրոս ջան, մեր հաղորդման ավարտին իհարկե մի փոքրիկ խնդրանք, որը մեր բոլոր հյուրերին իհարկե մենք խնդրում ենք, բնականաբար խոսեցինք այսքան հայկական ժողովրդական երգի մասին եւ ոնց քեզ կարող ենք թողնել քո մի հատ գեղեցիկ երգը չլսելով։ Սիրով, մեծ սիրով։ Եվ խնդրեմ որ երգը մենք միասին կլսենք այսօր։ Ենք ճիշտն ասած այսպես մտածում ենք, իհարկե բազմաթիվ երգեր կան քո երգացանկում հրաշալի, բայց մի շատ լավ երգ կար, որը կարծեմ կապված է Յարի բարակ Յարքու բարակ բոյին մեռնեմ։ Յարքու բարակ բոյին մեռնեմ, կարծում եմ երգ, որը շատ սիրված է քո կատարմամբ էլ ավելի։ Ես խնդրում եմ դու պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներ, մինչ Պետրոսը պատրաստվում է, ես եւս մեկ անգամ ուզում շնորհակալություն հայտնել եւ նշել մեր գործընկերոջը Armenian Evening նախագծի հովանավորն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ տաքանքային ջրով եւ բոլոր հարմարությունները լիարժեք լավ հանգիստը վայելելու համար, այնպես որ արցել եք այս առողջարանը եւ վայելեք ձեր հանգիստը։ Հեռախոսամանը 760 329 60 33։ Պետրոս ջան, պատրաստ ենք։ Իհարկե։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հատկապես նրանք, ովքեր ունեն բարակ բոյով, չէ, բարակ բոյով, բարակ բոյով, Յարքու բարակ բոյին մեռնեմ։ Բարակ, այո, չէ, Յարքու բարակ բոյին մեռնեմ։ Ովքեր բարակ բոյով յարեր ունեն, այսպես բոլոր նրանց են նվիրում եւ առասարակ բոլորին։ Չէ, դու կասեիր քեզ կառնեմ։ Բա, գնացինք։ Պետրոս Պետրոսյան, սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Armenian Evening ուղիղ եթեր, լսենք եւ վայելենք այս հրաշալի ժողովրդական երգը տաղանդալ շատ Պետրոս Պետրոսյանի կատարմամբ, խնդրեմ։
ես սարդոր միար խորոդ եմ ուջում Բերեմ քեզի կարմիր խնդոր քեզի բերեմ սավեջում Բերեմ քեզի կարմիր սոներ քեզի բերեմ շորեր խաս Որ դու հագնես երտան շորեր կնձի համով պակնտա Ես մինուջար դու մինուջար երբ որ աշուն գավարով Կպսակվենք մենք անպաճար անուշ երկով դաղով Բերեմ քեզի կարմիր սորեր քեզի բերեմ շորեր խաս Որ դու հագնես երթան չորեր ընձի համով պակնտաս Յարք ու բարակ մոյն մերներ Չէ դու կասեին քեզ Շնորհակալություն Պետրոս ջան, անչափ շնորհակալ եմ քեզ։ Ես քեզանից եմ շատ շնորհակալ ես։ Իրոք հրաշալի երեկո, հրաշալի կատարում։ Ես շնորհակալ եմ։ Մաղթում եմ իհարկե հաջողություններ քեզ, նորանոր բեմեր, քո հաջողություն իհարկե նախագծին, որը պատրաստում ես մենահամերգին, եւ կարծում եմ իհարկե առիթներ կունենանք հանդիպելու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ քեզ, այդ գործը, որ դու անում ես, նաեւ շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ նաև քեզ անխափան եթեր, շատ ուրախ էի, որ ներկա էի այստեղ, ողջունում եմ բոլոր անձնակազմին, ուզենամ կանաչ եթեր միշտ ունենաք, Աստված պահապան բոլորին։ Շնորհակալ եմ Պետրոս ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք անպայման իհարկե MJ հեռուստաընկերության եթերում 5 շաբթի ժամը 22:30, իսկ այսօր այսքանը, այս բարձր տրամադրությամբ ավարտում ենք։ Առողջ եղեք։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի, հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։